Բարձր ձայնի առկայությունը կարող է անդրադառնալ սիրտանոթային առողջության վրա, և սա բոլորովին չի վերաբերվում այն շատ բարձր դեցիբելներին, որոնց դեպքում լսողությունը կարող է տուժել, այլ ավելի ցածր, բայց խրոնիկական, այսպես կոչված ձայնային աղտոտվածությունը, երբ դուք օրինակ քնում եք բնակարանում, որտեղ ամբողջ գիշեր լսվում են ինչ-որ աղմուկներ, կամ կողքից մեծ ճանապարհ է անցնում, կամ ինչպես օրինակ իմ դեպքում է երբեմն պատահում, մենք ձորի կողքին ենք բնակվում և շատ երկար ժամերով լսում ենք այդ ոչ այնքան հաճելի երաժշտությունները, որոնք ձորում գտնվող ռեստորաններից են գալիս։ Այս ձայնային աղտոտվածությունները կարող են նույնպես զգալիորեն անդրադառնալ սիրտանոթային առողջության վրա։ Մեխանիզմը նրանում է կայանում, որ հատկապես գիշերային ժամերին, երբ մենք շատ ձայն ենք լսում, այդ ձայնը ստիպում է, որ մեր ուղեղը միացած մնա։ Ուղեղը չի կարողանում անջատվել և հանգստանալ քնի ընթացքում, այլ շարունակաբար արտադրում է կորտիզոլ, սթրեսի հորմոնը, որը իր հերթին ակտիվացնում է մեր սիմպաթիկ նյարդային համակարգը, ինչն էլ նպաստում է արյան ճնշման բարձրացմանը, որն էլ իր հերթին բերում է ինֆարկտների և ինսուլտների, ռիթմի խանգարումների բարձր հավանականությանը։